խոսքը եթե ասում է տղամարդու շոր ապատիվ է ուրեմն պետք է նազանվել ասոսի ոչ թե համայնքի ժամանակին հին ուխտում այդ պատերը որ գրված է ինչ է գրված որտեղ հին ուխտում շալվար չեն հագել եթե հիմա մեկը շալվարով ժամաներ այցելեր հին դարվա հին Իսրայել Պաղեստին շալվարով տղամարդ այդ տղամարդուն կքարկոցեին որովհետև այս ինչ է հագել շալվարը պատկերացրեք ինչ հագուստ է դա ընդգծում է տղամարդու մարմինը ոտքերը իսկ հին դարում հագնվել շալվարով կարծում շալվարով դեկոստա նրանք քարկոցեին որտեղ հին դարում այդպես հագուստ չի եղել սակայն կնոջ հագուստը եղել է մինչև թավոտաթաթերը ոտքերը ծածկել է ամբողջովին կնոջ ոտքերը բաց չի եղել եւ դա համարել է կանացի հագուստ իսկ տղամարդու հագուստը եղել է մինչև ծնկները դա համարել է տղամարդու հագուստ սակայն երկու հագուստներն էլ նույնն են եղել նույն կերպարով նույն խալաթի նման որ ուշադի լինեք ֆիլմերում անգամ տեսնեք որ ծածկոցներով կամ վերջինած հագուկապ եղել են լայն շորերով եկավ 20-րդ դարվա այս կեսերից հետո որ սկսեցին շալվար հագնելու այդ սովորույթը եկավ ձևափոխվեց լայն շալվարներից քիչ նեղացավ եւ ինչ օրս ասենք այսպես հագնում են հիմա ներկայում հագնել այսպեսի շալվարներ տղամարդիկ այդ ժամանակին այսպես չեն հագնում ինչ որ գրված է հին ուխտում դա գրված է եղել հին ուխտի ժողովրդի համար իսրայելացիների համար ոչ թե հեթանոսների համար իսկ հիմա նոր ուխտում շորերով չեն արտարանում այլ Հիսուս Քրիստոսին հավատալով բնականաբար եթե դու ժամանակին հագնվիր դուրս գալով անպարկեշտ ըստ հասարակության անպարկեշտ ձևով դուրս գայիր եւ արդեն պարկեշտ հագնես դա նորմալ է բայց սակայն եթե քո ներկայիս եւ հագուկապը եւ ժամանակին պարկեշտ է եղել եթե դու հագնվում ես քույրիկ ես հագնվում ես փակ երկար քեզ չի սազում քո հագածը կողքից նայեն ինչ կմտածեն կամ ինչ կասեն իսկ եթե քեզ չի հետաքրքրում կողքի անձանց հասարակության կարծիքը ես ասեմ որ Հիսուսին հետաքրքրում էր հասարակության կարծիքը որտեղ նա հետաքրքրվում էր թե իր մասին չեն ասում իսկ եթե հավատացյալը ասում է հետաքրքիր չէ ինչ էլ հետաքրքրում ով ինչ կասի կարևոր Աստված է ես կասեմ ոչ չի կարելի հասարակությանը թույլ տալ առիթ տալ որ քեզ ծաղրի որպես Աստծո աղջկա Անտալպատ պրշտատին իրավունք չունի Աստծո աղջկան նայի ու իր մտքի մեջ անգամ ցածրացնի չի կարելի մարդկանց թույլ տալ որ ծիծաղան ձեզ վրա բայց չէ որ մեկ եք թույլ տալի որ ձեզ վրա ծիծաղում են մարդն թույլ տալի որ մարդու վրա ծիծաղում են իսկ եթե պահեք այնպես ձեզ ինչպես որ հարկն է ինչպես որ հասարակությունն արժեքավորում է եւ ինչպես որ պատիվ է ձեզ ըստ հասարակությանը Աստված կարևորությունը տալիս է հասարակության կարծիքին է որտեղ Հիսուսն ասաց ինչ են ասում իմասի կասեք նրան հետաքրքիր է հասարակության կարծիքը Իսկ Հիսուսը կարա չի ասել, այլ ես Աստծո որդի եմ, ես եւ հայրը մեկ ենք, ինձ հետաքրքիր է ինչ կասի։ Չէ, Հիսուսն հետաքրքիր էր։ Իսկ հավատացյալներ կան նրանց հետաքրքիր չէ։ Չեն ասում, հետաքրքրելով մարդկանց վանում եք Աստծո տուն գալուց։ Բայց դիմեց քիչ արդեն։